ԱՄՆ-ն կամ այլ արևմտյան ուժեր արդյոք փորձում են ազդեցություն ունենալ Իրանի ներքաղաքական կյանքին, այսպես ասած, իշխանափոխություն անել։ Իրականում նրանց այս ծրագրերը մեր դեմ իրականացված ագրեսիաները եւ միջուկային հարցը ընդամենը պատրվակներ էին։ Նրանց գլխավոր նպատակը Իրանի ներքին փլուզումն էր։ Մեզ հասցված առաջին հարվածից հետո նրանք պատկերացնում էին, որ Իրանում հոգեվոր եւ հոգեբանական փլուզում եւ անկում տեղի կունենա։ Այս 12 օրերի ընթացքում մենք ականատես եղանք Իրանի Իսլամական Հանրապետության ներսում ներքին համախմբվածության ամենաուժեղ դրսևորմանը։ Մեր երկրում ամբողջ ժողովուրդը, էթնիկ խմբերը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վճռականորեն աջակցեցին մեր զինված ուժերին, մեր կառավարությանը եւ մեր երկրին։ Նրանք կանգնած էին մեր կառավարության եւ զինված ուժերի կողքին։ Մեր երկրի ներքին համախմբվածությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր թշնամիները միշտ սխալվում են Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում եւ երբեք չեն կարողացել ճանաչել իրանական հասարակության իրականությունը։ Այս 12 օրերի ընթացքում իրանցիները հստակ ցույց տվեցին, որ իրանցի լինելը միայն անձնագիր նույնականացման քարտ ունենալը, ծննդավայր կամ իրանցի ծնողներ ունենալը չէ, այլ իրանցի մնալն է եւ նրանք բոլորը մնացին իրանցի եւ այդպիսով պաշտպանեցին երկիրը թշնամու դեմ լիարժեք դիմադրությամբ։ Մեր ժողովրդի բոլոր շերտերը ցույց տվեցին իրենց ազգային համերաշխությունը եւ երկրի նկատմամբ իրենց նվիրվածությունը, որոնց մասին հետագայում կգրեն պատմագիրները։ Թշնամին կրկին մեծ պարտություն կրեց իր հաշվարկներում։ Իրանի ժողովրդին դեռ չեն ճանաչել։ Ես խորհուրդ եմ տալիս պատմություն կարդան Իրանի պատմությունը։